Սիրելի երևանցիներ, հերթական անգամ տեսնում ենք ինչպես է բռնաբարվում թափանցիկությունը, թե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, թե համապետական մակարդակով, թե դատական, թե օրենսդիր տարբերություն չկա։ 20 հարցի մեջ մի հարց չկա, որ ձեզ ավելի հետաքրքիր կլիներ, քան թե որ հիմա մենք խոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, որ գրանտեր ստանանք, որ իրանք գան աշխատեն այնպես, որ պառնիկների հետ թողած կեղտը գազը մաքրվի։ Էդ է։ Շինարարությունը հեչ, խրամատների վերացած փողոցները հեչ, նորմալ իսկական վարչարարության բացակայությունը հեչ։ Ու նույնն է տեղի ունենում ախր ազգային ժողովում է։ Հիշում եք, երբ որ տրանսպորտը թանկացրեցին, մենք սկսեցինք բոյկոտը, այլ հարցերով, որ քաղաքային իշխանությունը հանձինս պարոն Ավինյանի ասում էին, գիտեք, եթե օրենքում կամ բացեր, դա ցավոք սրտի մեր տիրույթում չի, դա օրենսդիրը պետք է անի, հետո այս բոյկոտը սկսվեց, միանգամից հասան օրենսդիր, բոյկոտ անողներին տուգանելու նախագիծը բերեցին, ընդդիմությանը տեղական հանրաքվեի գործիքակազմից զրկեցին։ Հիմա այսօր էլ մի հատ Նիկոլ Փաշինյանի ոնց որ էլի քավոր է, այսօր Նիկոլ Փաշինյանի քավորը ակտուալ է այսօրվա նիստին, մի հատ նախագիծ է բերել ազգային ժողով, շատ կարևոր նախագիծ է Երևանի հավաքանու համար, որ Երևանի հավաքանին, որ հրաժարական է տալիս, որ փոշմանելու համար ունենա ոչ թե 7 օր, այլ 3 օր։ Զգում եք, չէ՞։ Պետական մեխանիզմի հսկայական աշխատանքը մարդիկ իրապես վերլուծել են Երևանի կառավարման եւ հավաքանու ինստիտուտի մեջ ինչ խնդիրներ կան եւ հասկացել են, որ ամենակարևորը այն է, որ մարդ խմբակցությունից կամ հավաքանուց դուրս գալուց 7 օրվա տեղը 3 օր ունենա։ Այս է նույն քաղաքապետարանն է, որը մինչև այսօր չի ուզում ընդունի իբրև պետական սուբյեկտ սեփական երկրի դատարանների որոշումները։ Երբ որ դատարանի որոշումը վկայակոչում է նրա մասին, որ Երևանցուց գողացվել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, տվյալ վճիռը օրինական ուժի մեջ չի մտնում, բողոքարկվում է անվերջ, արդարադատություն չկա։ Երբ որ ակնհայտ է, որ ասֆալտը անում են թքած կպցրած ու 5 օր ձուն է գալիս, միանգամից սաղ փոս է դառնում, դե աղից է։ Կանադա, Չինաստան, Ռուսաստան, ընդ ոչ աղ են տեսը, ոչ ձուն։ Այդ որտես տարիներով է ձուն ու աղը գալիս է, բայց ասֆալտը մնում է։ Բայց այդ ասֆալտ անողները ախր ոչ ակտիվիստ են, ոչ բլոգեր են, ոչ փաստաբան են, ոչ հոգևորական, որ պոլինտան տանեն նստեցնեն առաջի օրը։ Իրանց մարդիկ են, փող են աշխատում, տուն են պահում։ Քանի այս վիճակով է աշխատում մեր քաղաքը, մեր քաղաքային կառավարումը, որով է թղթի վրա գրված սիրուն եզրույթ, որով է բան չի փոխելու։ Պարոն Գալջան, այդ ցավոք սրտի ես չեմ հավատում, որ դուք սրտացավ եք Երևանի կորչած մանկապարտեզների մասին։ Ես 92 թվի ծնունդ եմ, ճիշտ է, ես հիշում եմ, Դավթաշեն ծնվել եմ, մեր մանկապարտեզը կար գնում է, եւ ես ձեզ հավատում եմ, որ շատ եւ շատ մարդիկ հաստատ գողացել են լիքը բան։ Բայց ախր խնդիրը այն է, որ դուք արդեն 8 տարի է իշխանություն եք։ Ու այս նախընտրական, այս գեղարվեստական շոուն, որ դուք հետազոտություն եք արել, ոչ թե որ դրանց դատեք, ոչ թե որ հետ բերեք, այլ որ նախընտրականից այդ 4 ամիս առաջ գաք, ժողովուրդ նայեք նախկինները ինչ են արել, հետո նախկինների սաղ մանկապարտեզները կպցնենք իրար, անիֆի 10%-ը չի անի։ Այդ է խնդիրը։ Եթե նրանց սկզբում գայիք դատեիք, ամեն ինչը հետ բերեք, դուք է խղճով աշխատեիք, ես պապայի արևն դիմադիր չէի ելնի։ Այդ երեխաները չգիտեմ ովքեր են որ տեղ չունեցել, դրա համար օրինակը բերեցի ձեր ելույթի ժամանակն է կլինի խոսակ, մի ընդհատեք ինձ։ Կգաք, ես ասում եմ, ես ծնվել եմ Երևանում, գնացել եմ մանկապարտեզ, պարոն Ավինյանի սիրած մեր քուչում է, այտենց մի հատ երեխա չի եղել, որ ուզեցել է գնա մանկապարտեզ չի եղել, բայց միևնույն է, ես ասում եմ, ճիշտ եք ասում, հաստատ գողացվել է, բայց եթե դուք 8 տարում չեք կարում դա հետ բերեք, դուք 10 տարի հետ մնաք չեք կարենալու հետ բերեք։ Դուք մի իշխանություն եք, որը Ծիծեռնակաբերդի այդ ճանապարհի 3 տարի է գնում է։ Այսինքն կառուցապատողի շինարարական աշխատանքը ավելի կարևոր պրիորիտետ է, քան թե այս քաղաքի հազարավոր մարդկանց երթևեկությունը։ Երեք գիշերը մտքովս անցավ, ասի մի հատ գնամ Ծիծեռնակաբերդի համալիրը ստուգեմ, տեսնեմ ինչ վիճակում է։ Ի վերջո Ամերիկայի փոխնախագահն է եկել։ Սենց կարևոր պաշտոնյա Ամերիկայից Հայաստան չեկե, գնամ տեսնեմ ինչ վիճակում է։ Գնացի կիսատ պրատը շինարարական բաները դրած է, ու դուք ուզում եք քաղաքը լավացնեք, պետությունը բարգավաճի, դուք ինչ որ մեկին տվել եք այդ համալիրի վերականգնումը, ես դեռ ունեմ 7 վայրկյան։ Տվել եք վերականգնումը եւ թողել եք այս
շատ վատ խայտարակ վիճակում։ Տեր եղեք, գնացեք, պահանջեք, ասեք եղբայր, էս բուդկա չի, կարևոր բան է, շուտ սարքի, թե չէ խնդիրներ կունենաս պետության հետ։ Բայց կրկին, ձեր օպոնենտները հոգևորականներն են եւ ընդդիմադիրները։